Այսօր Կոպենհագենում կբացվի Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովը, որին այլ պետությունների ղեկավարների հետ կմասնակցի նաև Վրաստանի վարչապետը։ 7-րդ համաժողովի շրջանակներում տարբեր երկրների, այդ թվում եվրոպական պետությունների եւ միջազգային կառույցների ղեկավարները կքննարկեն եվրոպական մարտհամակում անվտանգության ու կայունության ամրապնդման հարցերը, քաղաքական երկխոսության եւ համագործակցության խթանման միջոցով։ Իրակլի Կոբախիձեն կմասնակցի պանելային քննարկմանը։ Նախատեսվում է ելույթ։ Հաշվի առնելով, որ այս տարվա գագաթնաժողովի գլխավոր թեման տնտեսական հարցերն են, վարչապետը կկենտրոնանա նաև Վրաստանի հիմնական դերի վրա, կապի ու միջին միջազգի զարգացման համատեքստում։ Իսկ երեք Իրակլի Կոբախիձեն մասնակցել է Դանիայի թագավորի ու թագուհու կողմից կազմակերպված ընդունելությանը։ Գագաթնաժողովի մասնակիցների թվում են 47 պետությունների եւ միջազգային կառույցների ղեկավարներ։ Այսօր Եվրոպական խորհուրդը կքննարկի Վրաստանի հարցը եւ կքվեարկի Վրաստանի վերաբերյալ հերթական քննադատական բանաձևի նախագծի շուրջ։ Փաստաթուղթն արդեն արժանացել է քաղաքական գնահատականների։ Մի շարք ընդդիմադիրների համար Վրաստանի վերաբերյալ արտահայտված կոշտ գնահատականներն անսպասելի չէին, սակայն իշխող թիմի համար բանաձևի տեքստն արդյունավետ ու անիրատեսական է։ Փաստաթղթում Վրաստանի կառավարության հասցին հնչեցված մեղադրանքներն են, անտեսելով միջազգային հանրության հասարակականները եւ արագ նահանջը։ Դատապարտվում է Վրաստանի կառավարությանը մեկուսացնելուն ուղղված քաղաքականությունը, միջազգային հանրության անդամների նկատմամբ անհիմն հարձակումներն ու մեղադրանքները։ Տեքստում նաև դատապարտվում է Մզիա Մաղլոբելի եւ մի քանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդների կալանավորումը, որոնք ըստ վեհաժողովի կալանավորվում են քաղաքական դրդապատճառներով։ Բանաձևի նախագիծը վերաբերում է նաև հոկտեմբերի 4-ին նախատեսված ընտրություններին։ Վեհաժողովը ցավում է, որ չի կատարվել իր կոչը անհապաղ ու ներառական գործընթաց սկսելու նոր, իսկապես ժողովրդավարական ընտրությունների համար բարենպաստ ընտրական միջավայր ստեղծելու համար։ Իսկ ընտրությունները դիտարկելու հրավերը դիտավորյալ ուշ է ուղարկվել ԵԱՀԿ-ին, ինչը անհնար է դարձրել նրանց դիտարկումը։ Եվրոպական խորհրդի խորհրդանական վեհաժողովը մտահոգություն է հայտնում եվրոպական օտարերկրյա գործակալների գրանցման եւ դրամաշնորհների մասին օրենքների ընդունման վերաբերյալ։ Փաստաթղթում նաև դիտարկվում է խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովի աշխատանքը։ Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մնացել է 2 օր, ինչ ծրագրով է ընդդիմության մի մասը պատրաստվում գործել հոկտեմբերի 4-ին։ Կառավարության որոշ ընդդիմախոսներ խոսում են խաղաղ տապալման ծրագրի մասին, իսկ ընդդիմության մյուս մասը մտադիր է ընտրությունների միջոցով հաղթել վրացական երազանքին եւ հեռու է մնում արմատական ծրագրերից։ Գիչին կասկածանքով է վերաբերում նախատեսված բողոքի ցույցին։ Զուգընթաց հայտարարված հանրահավաքից առաջարված բռնի կոչերի համար ձերբակալվել է ազգային շարժման անդամ Զիվիատ Կոպրաձևան, որը նաև տեսաուղերձ է տարածել սոցիալական ցանցերում, որում կոչ է արել հանրահավաքի մասնակիցներին խափանել ընտրությունները։ Պետական անվտանգության ծառայության փոխանցմամբ Կոպրավան կատարել է մի արարք, որը ներառում է պետական կառավարությունը տապալելու ու կառավարության ներկայացուցիչ դիմադրություն ցույց տալու հրապարակային կոչ, նրա գործունեությունը դադարեցնելու նպատակով։ Ազգային շարժումը նշված ձերբակալությունը համարում է անարդար եւ աբսուրդային։ Իշխող թիմը գնահատելով տեղի ունեցածը նշում է, որ վստահ է իր հաղթանակի մեջ, ընդգծելով, որ օրենքի ցանկաց խախտմանը կտրվի արձագանք։ Թբիլիսի քաղաքային դատարանը Գիչի ավելի շատ ազատություն կուսակցության անդամ Գելա Խասայայի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է կալանք։ Նրան մեղադրանք է առաջադրվել խմբակային կազմով կատարված դիտավորյալ առողջությանը թեթև վնաս հասցնելու համար։ Դատավորն ամբողջությամբ բավարարել է դատախազության միջնորդությունը։ Դատախազության պարզաբանմամբ հանցագործությունը կատարվել է խմբովի եւ լուրջ կատեգորիայի շրջանակներում, ինչը մեծացնում է ինչպես մեղադրյալների փախուստի, այնպես էլ ապացույցների ոչնչացման ռիսկը։ Ինչ վերաբերում է պաշտպանական կողմին, նրանք միջնորդել են որպես խափանման միջոց կիրառել գրավ, սակայն դատարանն այդ միջնորդությունը չի բավարարել։ Գելա Խասայայի նկատմամբ խափանման միջոց կիրառելուց հետո ներկաների ու մանդատորների միջև տեղի է ունեցել բախում, ինչի արդյունքում դատարանի դահլիճում ներկաները խրախուսական ճիչեր են հղել Խասայայի հասցեին։ Քննչական գրատեսչության պարզաբանմամբ հետաքննությունը պարզել է, որ սեպտեմբերի 1-ին Թբիլիսիում Թամար Մեփեի պողոտայի մոտակայքում մեղադրյալները դիտավորյալ վնաս են պատճառել տուժողին։ Իրավապահ մարմինները սեպտեմբերի 29-ին ձերբակալել են մեղադրյալներին։ Գելա Խասայիից բացի կալանավորվել է ևս մեկ անձ։ Վրացական երազանքուսակցության նախացիխի քաղաքապետի թեկնածու Վարլամ Ծիկլաուրին շարունակում է հանդիպումներ անցկացնել համամասնական ցուցակի առաջին համարի Սաբակբիլաշվիլիի հետ։ Հանդիպումների ժամանակ տեղացիներն արտահայտել են տարբեր կարծիքներ, այդ թվում ենթակառուցվածքների, մշակութային եւ առողջապահական ծրագրերի վերաբերյալ։ Վարլամ Ծիկլաուրի խոսքով որոշումների կայացման գործընթացում հնարավորինս հաշվի կառնվի բնակչության կարծիքը։
Վրաստանի Ռուսթավի համար 23-րդ մանկապարտեզի ամբողջական վերանորոգումն ավարտվում է։ Նախագիծն իրականացվել է ենթակառուցվածքների նախարարության քաղաքային զարգացման հիմնադրամի պետական ֆինանսավորմամբ եւ դրա արժեքը կազմում է մոտ 5 միլիոն լարի։ Ուսումնական գործընթացի մեկնարկից առաջ նոր մանկապարտեզում երեխաների համար կազմակերպել է բաց դռների օր։ Վրաստանի ենթակառուցվածքների նախարար Ռևաս Սոխաձեն Ռուսթավի ու քաղաքային զարգացման հիմնադրամի տնօրենի հետ միասին շրջել է շենքում։ Նախագծի շրջանակներում ամբողջությամբ վերանորոգվել են առկա ենթակառուցվածքները, խաղասենյակներ եւ ննջասենյակներ, լոգարաններ, ինչպես նաեւ կազմակերպել են բոլոր անհրաժեշտ ներքին ու արտաքին տարածքները։ Մանկապարտեզի շենքը լիովին հարմարեցված է հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար։ Քաղաքային զարգացման հիմնադրամը Վրաստանի կառավարության աջակցությամբ Ռուսթավիում իրականացնում է մանկապարտեզի կառուցման եւ վերանորոգման ընդհանուր առմամբ 4 նախագիծ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 23 միլիոն լարի։ 2025 թվականի հոկտեմբերի 4-ին կանցկացվի քաղաքապետարանի մարմինների ընտրություններ։ Այսօրը Վրաստանի քաղաքացիները կընտրեն 5 ինքնակառավարվող քաղաքների եւ 59 ինքնակառավարվող համայնքների քաղաքապետեր, Թբիլիսիի եւ 63 քաղաքային խորհրդի անդամներ։ Ընտրողների գրեթե 90%-ը կրկին կքվեարկի օգտագործելով ընտրական տեխնոլոգիաները։ Ընտրատեղամասում ընտրողը կստանա 1 քվեաթերթիկ, որը բաժանված կլինի 3 սյուների։ Ընտրողը պետք է գունավորի իր ընտրությունը համապատասխան սյունակում միայն 1 ընտրական սուբյեկտի առջև գտնվող շրջանագծի ներքին տարածությունը։ Արի ընտրությունների։ Կատարիր ընտրություն։ Քո ձայնը կարևոր է։ ԿՀ ընտրությունները ընդհանուր գործ է։